Ողջույն, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Այսօր մենք միասին դիտարկելու ենք Թվոց գրքի 32-րդ եւ 33-րդ գլուխները։ Սրանք շատ հետաքրքիր հատվածներ են, որոնք մեզ սովորեցնում են, թե ինչպես պետք է լինել հավատարիմ մեր խոսքին եւ ինչպես Աստված առաջնորդում է մեզ մեր կյանքի ամեն մի քայլափոխին։ 32-րդ գլխում տեսնում ենք, որ Ռուբենի եւ Գադի ցեղերը ցանկանում են հաստատվել Հորդանան գետի այս կողմում, որտեղ հողերը շատ լավն էին իրենց անասունների համար։ Մովսեսը սկզբում մտահոգվում է, բայց նրանք խոստանում են մի շատ կարևոր բան։ Նրանք կօգնեն իրենց եղբայրներին պատերազմել եւ նվաճել խոստումի երկիրը եւ միայն դրանից հետո կվերադառնան իրենց տները։ Սա մեզ սովորեցնում է պատասխանատվության մասին։ Մենք չպետք է մտածենք միայն մեր հարբարավետության մասին, այլ պետք է պատրաստ լինենք օգնել մեր եղբայրներին ու քույրերին իրենց դժվարությունների մեջ։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի հրաշալի օրինակը։ Հիսուսը չմնաց իր երկնային փառքի ու հանգստության մեջ։ Նա եկավ այս աշխարհ, մտավ մեր պատերազմի մեջ եւ հաղթեց մեր փոխարեն, որպեսզի մենք կարողանանք մտնել Աստծո հանգստության մեջ։ Նա մեր հավատարիմ եղբայրն է, ով մեզ երբեք մենակ չի թողնում մեր դժվարությունների ժամանակ։ Փառք Տերոջը։ 33-րդ գլխում մենք տեսնում ենք Իսրայելի ամբողջ ճանապարհորդության ամփոփումը Եգիպտոսից մինչև Մովաբի դաշտերը։ Աստված պատվիրում է գրի առնել բոլոր կանգառները։ Սա մեզ հիշեցնում է, որ Աստված գիտի մեր կյանքի ամեն մի հանգրվանը։ Նա չի մոռանում այն վայրերը, որտեղ մենք հաղթանակներ ենք ունեցել, եւ այն վայրերը, որտեղ դժվարություններ ենք կրել։ Հիսուսն ասաց. Ես եմ ճանապարհը։ Նա մեզ հետ է մեր կյանքի ճանապարհի ամեն մի մետրի վրա, նաեւ միլիմետրի վրա։ Սիրելիներ, նայեք ձեր անցյալին եւ տեսեք, թե ինչպես է Աստված ձեզ հասցրել մինչև այսօր, այստեղ։ Եթե նա ձեզ հետ է եղել մինչև հիմա, ապա վստահ եղեք, նա ձեզ կհասցնի մինչև ձեր խոստումի երկիրը։ Ինչպես որ նաև Փիլիպոսն է ասում, այն բարի գործը, որ նա սկսել է, ավարտին կհասցնի։ Սիրելիներ, եկեք շնորհակալություն հայտնենք Տիրոջը, որ նա մեզ հետ է եղել մինչև այսօր։ Սիրելի Հիսուս, շնորհակալ ենք քեզնից, որ դու մեզ հետ ես ամեն օր, ամեն վայրկյան եւ այն ծրագիր ու նպատակը, որ ամեն մեկիս կյանքի մեջ ունես, ավարտին կհասցնես։ Մենք սիրում ենք քեզ, պաշտում ենք քեզ։ Թող անունդ փառավորվի հավերժ։ Ամեն։ Սիրելիներ, եթե իսկապես վստահում եք, որ Հիսուսը առաջնորդում է ձեզ ուղղակի մեկնաբանությունների մեջ, որպես հավատքի խոսք կարող ես գրել. Տերը իմ ճանապարհն է, իմ առաջնորդն է, ես վստահում եմ նրան։ Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները։ Կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Եղեք օրհնված։